Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոց։ Մարդիկ դուրս չեն գալի իր համար։ Դա ցույց է, որ իրական վստահության կորուստ ունի նա։ Նույն ավտոերթը, ինչպես նշեցին, 1200 մեքենա էր, 2 հոգի ամեն մեքենայում, ինչպես ինքն էր հայտարարել, 2400 հոգի։ Մենք տեսանք, որ 4000 մեր գործընկերների գնահատմամբ 4000 մարդ էր եկել, որից 2400-ը նա այստեղից էր տարել։ Մարդկանց հետ էր գնացել։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը կորցրել է այն փողոցը գեներացնելու իր առաջի տարիների ամբողջ պոտենցիալը, իսկ դա նշանակում է, որ մեր հանրության ակտիվ զանգվածը հասկացել է, որ պետք է փոփոխություն, իսկ Գյումրին առավել եւս հասկացել է, որտեվ ինչպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, եթե 8 միլիարդ դոլարից, որ պարտք է վերցրել Փաշինյանը Հայաստանի վրա, գոնե 1%-ը 80 միլիոն դոլար ծախսվեր Գյումրու վրա, Գյումրիում անօթևան մարդ, դոմիկներում ապրող մարդ չէր լինի, 1%-ը երկրի երկրորդ քաղաքի համար չի ծախսվել։ Գյումրու համար Փաշինյանը որևէ սոցիալական մեծ ծրագիր այսքան ժամանակ չի արել։ Ինչու պետք է գյումրեցին դուրս գար։